Լոռու մարզում ողբերգական դեպքից 8 օր անց է միայն ջրասուզակներին եւ փրկարարներին հաջողվել գտնել փամբագետ ընկած 13-ամյա աղջկա մարմինը դեպքի վայրից մոտ 600 մետր հեռավորության ու 1.5 մետր խորության վրա։ Դժբախտ պատահարը տեղի էր ունեցել հունիսի 15-ին, երբ քույրերը փորձել են գետն անցնել այնտեղ տեղադրված խողովակի վրայով։ Մինչ օրս ստացված տեղեկությունների համաձայն մի քույրն ընկել է ու սկսել խեղդվել, մյուսը փորձել է օգնել ու ինքն էլ հայտնվել էր գետում։ Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող Պաբեդա ավիաընկերության ինքնաթիռը տեխնիկական խնդիրների պատճառով արտակարգ վայրեջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում։ Օդանավը Գյումրի-Շիրակ օդանավակայանից մեկնելուց մոտ 1 ժամ անց Դաղստանի օդային տարածքում հայտնել էր արտակարգ իրավիճակի մասին։ Ռոսավիացիայի հաղորդմամբ վայրեջքը բարեհաջող է անցել։ Ավիաընկերության մասնագետներն այժմ գնահատում են ինքնաթիռի տեխնիկական վիճակը։ Մեր երկրի քաղաքավիացիայի կոմիտեից էլ հայտնել են, որ անհրաժեշտ ստուգումներից հետո ինքնաթիռը շարունակելու է թռիչքը դեպի Մոսկվա։ Սահմանադրական դատարանը հունիսի 26-ին ժամը 11:00-ին բանավոր ընթացակարգով կքննի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները։ ՍԴՄ որոշել է ընդունել վարույթ 7 քաղաքական ուժերի՝ Ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան, Միասնության թևեր, Դեմոկրատիա, օրենքակարգապահություն, Հանուն Հանրապետության, Նոր ուժ կուսակցությունների եւ Հայաստան Դաշինքի դիմումները, միավորելով դրանք մեկ վարույթում։ Նշված քաղաքական ուժերը պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Գործով զեկուցող դատավոր նշանակվել Էդգար Շաթիրյանը, որը նույն դերակատարումն է ունեցել նաև 2021 թվականի ազգային ժողովի ընտրությունների արդյունքների բողոքարկման գործով, որի արդյունքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը մնացել էր անփոփոխ։ Միաժամանակ ՍԴ2 դատավոր Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հարցի քննությանը։ Դատարանը գտել է, որ նրանք կանխակալ վերաբերմունք ունեն երրորդ կողմ հանդես եկող ՔՊ-ի ներկայացուցչի դատավարության այլ մասնակիցների նկատմամբ։ Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այսօր առավոտյան ժամը 6-ի սահմաններում Գյումրի, Քարակերտ, Մայրուղու, Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել են մարդատար Գազել Մակնիշի ավտոմեքենան ու Զիլ Մակնիշի բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Գազելը դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ գլխի վայր հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 11-ը տեղափոխվել են Թալին բժշկական կենտրոն։ 3 տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Առողջապահության նախարարությունից էլ քիչ առաջ հայտնել են, որ 5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը թեթև։ Մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Վիրավորներից մի քանիսին Թալինի հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանոմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված տարբեր հիվանդանոցներ։ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման եւ մատակարարման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել Տելեկոմ Արմենիա եւ Ազերտելեկոմ ընկերությունները։ Ադրբեջանական կողմը կկարողանա օգտվելով հայկական ենթակառուցվածքներից ինտերնետ կապ ապահովել Ադրբեջանի հիմնական հատվածի եւ Նախիջևանի միջև։ Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է, որ համաձայնագրի արդյունքում Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում եւ որ ամենից շատ սա Ադրբեջանին է հարկավոր։ Տրանզիտը Ադրբեջանին ապետք, այսինքն այս կողմից քել ենք ինչ-որ կախվածության ինֆրաստրուկտուրա կառուցում, որովհետև իրենց է սա հիմնական պետք Նախճեվանի հետ կապվելու տեսանկյունից։ Ընդհանուր առմամբ Թիմ Տելեկոմի արտադրությունից մեկից արդեն բխում էր, որ իրենց պահալուխներով անցնող տրաֆիկը մոտ 10-15%-ն է հայկական։ Այսինքն փաստացի իրենք տարածաշրջանում լուրջ դեր ունեն որպես տարանցիկ օպերատոր, գիտեք որ հյուսիս-հարավ ուղղություններն են աշխատում, այստեղ միջին արևելքի երկրներն են Հայաստանի միջոցով տրաֆիկ անցկացնում, սա նաև Հայաստանին մտցնում է արևելք-արևմուտք տրանզիտի որպես դերակատար, այստեղ մենակ Ադրբեջանը չէ, որտեղ նաև Ղազախստանի տրաֆիկը կսկսի անցնել Հայաստանով ու նաև վատ չի այն առումով, որ մենք ունենք որոշ բեքափ, որ Վրաստանը միջով մի տատիկ հերթական անգամ կարտոլ փորելով մալուխները կտրի, մենք ունենում ենք ինչ-որ բեքափային տրաֆիկ։ Վորոնեժի կիսահաղորդչային սարքերի գործարանը ենթարկվել է Storm Shadow հրթիռների հարձակմանը։
Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով տուժել է 3 մարդ։ Հայտնել են ահանգապետ Գուսիևը։ Նրա խոսքով քաղաքի վրա ոչնչացվել են մի քանի արագընթաց օդային թիրախներ, ձեռնարկություններից մեկը վնասվել է։ Այս ամենի զուգահեռ Մոսկվայում եւ Մերձ Մոսկվայում եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ են հայտարարել ամպրոպների եւ տեղատարապ անձրևների պատճառով։ Կարգտախառոհորդարատ անձրևները ծածկել են Մոսկվայի հյուսիս-արևելքը։ Կատարն ու Պակիստանը Իրանի եւ ԱՄՆ-ի բանակցությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել։ Նրանք հայտնել են, որ կողմերը կարողացել են հուսադրող առաջընթացի հասնել։ Մինչ այդ արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր լավ առաջընթացի մասին։ Համաձայնեցվել է Հորմուզի նեղուցով նավերի անցումն ապահովելու մեխանիզմ ստեղծելու հարցը, նշել էր Բաղային։ Մինչ այս համաձայնությանը հասնելը Շվեյցարիայում բավականին լարված են անցել բանակցությունները։ Նախքան կողմերի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի սպառնալիքներ է հնչեցրել։ Սկզբում իրանցի պաշտոնյաներին ասել է, թե Հորմուզի նեղուցը փակելու դեպքում այլևս երկիր չեն ունենա, ապա խոստացել գրավել ողջ Իրանը։ Այս հայտարարություններին ի վերջո արձագանքել են պաշտոնական Թեհրանից։ Արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ասել է. «Մեջբերում ԱՄՆ նախագահն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է վերահսկողություն ստանձնել Հորմուզի նեղուցի նկատմամբ, եթե չկարողանա համաձայնության գալ Իրանի հետ։ Խորհուրդ ենք տալիս վերանել սեփական սկզբունքները եւ երկակի խաղ չխաղալ Իրանի հետ»։ Մեջբերման ավարտը։ Այս տեղեկությունները հասել են Շվեյցարիա եւ իրանական պատվիրակությունը կոշտ վարքագիծ է դրսեւորել։ Սկզբում նրանք չեն ցանկացել լուսանկարանվել ամերիկյան պատվիրակության հետ, ինչը հստակ ֆիքսել են տեսախցիկները։ Ապա բանակցությունների ընթացքում լքել են հյուրանոցը, պաշտոնապես բողոք ներկայացնելով ամերիկյան կողմին։ Կարճ ժամանակ անց պատվիրակությունը վերադարձել է հյուրանոց Կատարի եւ Պակիստանի միջնորդների հետ զրույցից հետո։ Ու մինչ ԱՄՆ-ն կարծում էր, որ բանակցող կողմերը գոհ են առաջընթացից, Ալ-Մայադին հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրանի պատվիրակությունը որոշել է չվերադառնալ բանակցություններին, մինչև Թրամփը ներողություն չխնդրի իր սպառնալիքների համար։ Այնուամենայնիվ կարելի է եզրակացնել, որ կողմերը ի վերջո համաձայնության են եկել եւ ընդունել միմյանց դիրքորոշումը։ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի հետ քննարկել է հրադադարի պահպանման հարցը։ Հայտնի է, որ հեռախոսազրույցին մասնակցել են նաև նախագահ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները եւ Կատարի վարչապետը։ בשנה החולפת יצאנו לשני מבצעים כבירים. Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց եւ թույլ չի տա Իրանին ձեռք բերել միջուկային զենք։ Նրա խոսքով Իսրայելը կմնա անվտանգության գոտում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է երկրի հյուսիսի բնակիչներին պաշտպանելու համար։ Նա շեշտել է, որ իր դիրքորոշումը չի փոխվի։ Նեթանյահուն որոշել է չենթարկվել անգամ իր միակ ու մեծ դաշնակցին Թրամփին։ Նա պնդել է, որ այլ ուղիներ կփնտրի Իրանի ծրագրերին խոչընդոտելու համար, իսկ Լիբանանը հրթիռակոծել թե ոչ ինքն է որոշում։ Նեթանյահուի այս հայտարարությունները նյարդայնացրել են Թրամփին, որը պատերազմի սկզբից կանգնել էր Իսրայելի վարչապետի կողքին։ Thank you all. Thank you. Every decision I've taken has been about putting the country I love first. Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ որոշել է լքել իր պաշտոնը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում էր արել հրաժարականի մասին։ Մաղթում եմ նրան ամենայն բարիք։ Մեծ Բրիտանիայի վարչապետը խայտառակ կերպով ձախողվել է ներգաղթի եւ էներգետիկայի հարցերում, գրել է Թրամփը։ Սթարմերի պաշտոնավարմանը սպառնացող վտանգը կտրուկ մեծացել էր, երբ նրա մրցակից Էնդի Բըրնհեմը ընտրվել էր որպես պատգամավոր, ինչը նրան հնարավորություն է տալիս պաշտոնապես պայքարել կուսակցության առաջնորդի դիրքի համար։ Սթարմերը Մեծ Բրիտանիայի վարչապետ էր դարձել 2024-ին խորհրդարանական ընտրություններում լեյբորիստական կուսակցության հաղթանակից հետո։ Իշխող կուսակցության նոր առաջնորդի ընտրությունները կսկսվեն հուլիսի 9-ին։ Սթարմերը ասել է, որ ինքը դրան չի մասնակցի։ ՆԱՍԱ-ն աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը Տրիոնդան ուղարկել է միջազգային տիեզերակայան որպես գիտափորձի մաս։ Հրապարակված տեսանյութում տիեզերագնացները գնդակով են խաղում։